բարձրացնեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ ցույց բերքեցին Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ հավելու Խաչը դեպի գերեզմանից նահարյա Տեր կբարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ հավելու Խաչը դեպի գերեզմանից նահարյա Տեր կբարձրացնեմ անում Տեր կբարձրացնեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ ցույց բերքեցին Տեր կբարձրացնեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ ցույց բերքեցին Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ հավելու Խաչը դեպի գերեզմանից նահարյա Տեր կբարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ հավելու Խաչը դեպի գերեզմանից նահարյա Տեր կբարձրացնեմ անում Տեր կբարձրացնեմ անում Հալելույա արժան եւ որ Տերոջ անունը միասին բարձրացնենք Հալելույա Տոնն է ցնծության եկեք մենք երգենք Սաղմոս ասենք Տիրոջ համար Տոնն է ցնծության եկեք մենք երգենք Սաղմոս ասենք Տիրոջ համար Հարավան է եւ օրհնելով երգենք նոր երգեր Հարավան է եւ օրհնելով երգենք նոր երգեր Հալելույա 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 Hallelujah, 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 hallelujah. Don't let us jump, եկեք մենք երգենք Սաղմոս ասենք Տիրոջ համար Don't let us jump, եկեք մենք երգենք Սաղմոս ասենք Տիրոջ համար Hallelujah, 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 hallelujah. Սիրով ինձ այցելել ես, փրկություն ես պարգևել, քո գրկում գտել եմ ես խաղաղություն, եւ ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման,
նվիրում եմ ես ինձ սիրտս միայն քեզ Երգում ենք շնորհակալություն Շնորհակալություն Հիսուս Երգում ենք շնորհակալություն Շնորհակալություն Հիսուս Իմ փոխարեն ես դու զոհվել Խաչի մահով ես մահացել Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան Հիմա կարող եմ քո արյամբ Քո առջև գալ համարձակ Եվ կարող եմ նայել ուղիղ քո աչքերին Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզ Տեր արքա Հիսուս Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզ Տեր արքա Հիսուս Երգում ենք շնորհակալություն Շնորհակալություն Հիսուս Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզ Տեր արքա Հիսուս Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզ Տեր արքա Քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ ընծայում կյանքին Քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ ընծայում կյանքին Ասեք քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ ընծայում կյանքին Քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ ընծայում կյանքին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայում ամբողջովին Քեզ եմ նվիրում սիրտին Նվիրենք մեր ամբողջ էությունը Տերոջ Քեզ եմ ընծայում կյանքին Քեզ եմ նվիրում սիրտին Քեզ եմ ընծայում կյանքին Նարժան է որ ամեն բան նվիրենք նրան Նարժան է որ ամբողջ սրտով ամբողջ հոգով նվիրվենք նրան El Shaddai,
Davidian Koan Vanazorutiam El Shaddai, El Shaddai Tu esim ter Yehovan Kornem kosur panunat El Shaddai El Shaddai, El Shaddai Yehovah ter Adonai Davidian Koan Vanazorutiam El Shaddai, El Shaddai Tu esim ter Yehovan Kornem kosur panunat El Shaddai El Shaddai, El Shaddai Yehovah ter Adonai Nuin esum Davidian Koan Vanazorutiam El Shaddai, El Shaddai Tu esim ter Yehovan Kornem kosur panunat El Shaddai Kornem kosur panunat El Shaddai Հալելույա, մեր Աստված ամենակարող Աստվածն է, Շադայ Աստվածն է, դարերից դար նույնն է մնում։ Այն գործերը, որ դարեր առաջ արել, այսօր էլ կարող անի։ Հալելույա, նա մինչև հավիտյան նույնն է։ Ավելի քան նախտող Քրիստոսով, դեպ առաջ Աստծո Ավելի կիվումով սպրելով Իմեջ խեղճ ու դժվար մարդկությամբ Քրիստոս քոր աշխարհի զորությամբ Արյամբ և խոսքիդ վկայությամբ Մեզի տված ես իշխանություն Չարիք ու շերի վրա զորություն Ասպարդես պատրաստել քո ամեն Aspartes va trasel
Isus ko postumi Văstahe Isus ko postumi Hallelujah Kuzem tesnel Isus barçatat Vorbeś mi drosha siekri vra Amen martesni eventuni Nami jak jampane yekanki Kuzem tesnel Isus barçatat Vorbeś mi drosha siekri vra Amen martesni eventuni Nami jak jampane yekanki Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Megan kamer Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kaylar kayl Araçen kıtan Anma o kinerek şahum Amen ağot Bizora vor zenke Şari bertere Kızumek vay 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 Kuzem Stefanos inaman Esnel Isusin barçunkun Hayde vor horaçko mânăstat Name zamare barek olsun Kuzem Stefanos inaman Esnel Isusin barçunkun Hayde vor horaçko mânăstat Name zamare barek olsun Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Bu gerçek tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Megan kamer Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Kuzem tesnel Kuzem tesnel Kuzem tesnel Isus barçatat Mețestu mer hayr
Թույլ տվեք անցյալ կիրակվա թեման գիսատ նայելով, ես նույն թեման ենք նայի, սրտով մաքուրներ, որ ես ընդդեմ խոսեցիմ, նրանք, որ սրտով մաքուր են, կարող են Աստծուն տեսնեն, կարող են Աստծո գործերը տեսնեն, կարող են Աստծո ճանապարհները տեսնեն, կարող են Աստծո բնությունը զանազանեն, ինչքան հրաշալի է, նրանք, որ իրենց սիրտը ուղիղ Աստծո հետ, Աստված փնտրում է այդպիսի անձնավորություններ, որպես իր զորությունը տրանս կյանքում հայտնե։ Տերը սրտագետ Աստված է եւ սրտերը նայում, սրտերը քննում, որ իր բարությունը, իր ողորմությունը, իր սերը ավելի եւ ավելի նրանց կյանքում հայտնե։ Եվ այս ցույց է տալի, որ մենք ինչքան կարող ենք մեր սրտերը ուղղելով Տերոջը, սպասենք նրա գթությանը, նրա փառավոր միջամտությանը։ Եվ խոսեցիմ այս ուղղությամբ, որ այս սիրտը, որ լեցուն է կասկածներով, խնդիրներով, երկպտություններով, աշխարհիկ խնդիրներով, այսօր ավելի է թեման խոսենք։ Այդ սիրտը, որ լեցուն է կասկածներով, խնդիրները չի կարող տեսնել։ Մեկ տեսնում է լավ է, մեկ տեսնում է վատ է, մեկ խավար է, մեկ լույս է։ Երկմտությունը չի կարողանում տեսնի, աչքերը թույլ է, տկար է, չի կարող Աստծո ձեռքը տեսնի, չի կարող Աստծո խոսքի ճշմարտությունները տեսնի ու հավատա։ Դրա համար մեկ հավատում է, մեկ կասկածում է։ Եվ այդ սիգնալները անընդհատ իր համար գժռած է։ Բայց երբ որ քո սիրտը մաքրում ես ամբողջ աշխարհիկ խնդիրներից, ամեն անհավատությունից, թերահավատությունից, նվիրվում ես Աստծո խոսքին եւ աղոթում ես Դավիթի նմանով Տեր ինձ սուրբ սիրտ տուր, որպեսզի կարողանամ քեզի տեսնեմ, որպեսզի քո ձեռքի գործերը տեսնեմ։ Երբ որ այդպեսի սրտանց նվիրվում ես, աղոթում ես, այն ժամանակ Սուրբ Հոգին գալիս է քո կյանքում, քեզի օգնում է։ Մատ շնորհք է գալի Աստվածանից քեզ համար, որ քեզի մղում է ճշմարտությունները տեսնես։ Եվ այդ ժամանակակայնում ես Աստծո խոսքի վրա, աղոթում ես եւ գիտես, որ Աստված մեջտեղ կգա։ Աղոթում ես եւ գիտես, որ պատասխան կա։ Եվ ինչպես Մարկոս 11:23-24 համարներն ասում է, նա որ աղոթում է եւ իր սրտումը վստահ է, այդ բանը կերնի իր համար։ Այդ Աստծո խոսքի ճշմարտությունն է։ Մենք շատ ժամանակ չենք կարողանում այդքան պարզ, զուլալ հայտնի խոսքը հասկանանք, որտեղ մեր սրտերում շատ ալեկոծումներ կա, շատ կասկածներ կա։ Պարզ չենք կարողանում տեսնենք, չենք կարողանում Աստծո խոսքի ճշմարտությունը լավ բռնենք։ Եվ նախորդ ես այս խոսքը ձեզ հետ կիսվել եմ։ Տերոջ դժվարությունը աշխարհի անհավատ ժողովուրդը չեն։ Տերոջ դժվարությունը ես ու դու ենք, որ իրան հավատում ենք։ Ինչպես նա առաջ աշակերտներին ընտրեց, ուզում է իր հարության, զորություն իրանց աշակերտների կյանքում հայտնե։ Իրանց համար հետաքրքիր չէ Տեր Հիսուսը, որ քահանայապետները ինչ կմտածեն, անհավատ աշխարհը ինչ կմտածե, աշխարհի ծայրերը շատ կրապաշտներ կան, ինչ կլինի, նրանց համար հետո առաջնաերտ աշակերտներն էին, պետք է տեսնի, որ իրանց Տերը մեռավ եւ հարություն առավ։ Եվ դրա համար Հիսուսը անդադ հայտնվում էր, իր փառքը ցույց էր տալի աշակերտներին։ Նրանց համար հրաշքներ էր անում։ Երբ որ Գալիլեայի ծովը ձեռքում էր, տեսավ աշակերտները իրանց Տերը խաչվել է, տխուր են, բռնված են, գնացել են ձկնորսությունով զբաղված են, ասավ տղեր, ուտելու բան ունեք, չունեք, եկեք գստե, ես պատրաստել եմ ձեզ համար։ Նրանք ասան Տերն է եւ գնացին հարուցյալ Տերոջը կրկին եւ կրկին տեսնելով, հանդիպելով Գործկարաքելոսում գրում է 40 օր Հիսուս իր հարությունից հետո իր փառք իր աշակերտներին ցույց էր տալի, որպեսզի նրանց համոզե եւ տեսնե, որ նրանք տեսնում են իրաց Տերը հարություն առե։ Երբ որ հասան այդ կետի աշակերտներ, որ տեսան իրաց Տերը հարություն առի, Տերն ասավ, ահա ես պետք է տամ երկինք, հիմա դուք գնացեք աշխարհը, կարող եք տեղափոխեք։ Նրանց հավատք, օշություն, կյանք եւ փրկություն տանեք։ Այսօր եթե մենք էլ ճշմարտությունը մեզ համար սկսե պարզվել, հայտնվել, մենք ամեն մեկս հերոսներ կդառնանք։ Եվ չենք կարող անտարբեր ու անփույթ մնանք, բացի այդ ճշմարտությունը կիսվելով ուրիշներին, որ ուրիշներն էլ կյանք եւ ողորմություն գտնեն Տերոջ շնորհիվ։
Ուրեմն Տերն այսօր ինձ ու քեզ է ուզում է մեզ մաքրի, մեզ զտի, մեզ իր փառքը հայտնի եւ երբ որ մենք տեսնենք Աստծո խոսքի ճշմարտությունը, տեսնենք Հիսուսը հարություն առած, տեսնենք նա փառավոր Տեր է, տեսնենք Աստծո որդի է, տեսնենք նա միակ ճանապարհն է, տեսնենք նա ճշմարտությունն է եւ նա ուղղությունն է դեպի երկինք, դա մեր կյանքը կփոխի։ Եվ մեզանում է դոկեբանությունը կներշնչե, որ կետանք ամեն տեղ նրա վկաներ լինելու, նրան փառավորելու։ Հալելույա, այդ Տերը շատ փառավոր է, այդ Տերը շատ օրհնյալ է։ Ուրեմն այդ ուղղությամբ խոսեցին, որ Տերն ասում է Երանի մաքուր սրտ ունեցողներին։ Թույլ տվեք մի մաս այնտես ուղղությամբ Տերոջ խոսքը միասին նայենք, խնդրում եմ ոտքի կայնենք, իհարգանք Աստծո խոսքին, նույն պահին մեր սրտերում աղոթելով Տերիցը խնդրենք, որ ով Տեր, ուզում եմ դու իմ աչքերը լուսավորես, ուզում եմ Տեր քո փառքը տեսնեմ, ուզեմ Տեր տեսնեմ, որ դու հրաշալի Տեր ես։ Մատթեոս ավետարանում Տերն այս խոսքերն ասում. Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը, երանելի նրանց, Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվին, Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը, Երանի նրանց, որ սոված ու ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան, Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն, Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Թող վերադառնանք առաջի մասը, վերադառնանք երանելիներին մասին, բայց խոսքի ուղղությունը մաքուր սիրտ եւ սուրբ սիրտ է։ Գիտեք, երբ որ խոսում ենք սիրտ, մեծ սիրտ, որ փոմփ անում արյուն ամբողջ մարմնում, այդ մարմնային մասն է, բայց երկրորդ մասը սա է, որ սիրտը կենտրոն է մարդու ամբողջ որոշումներին եւ ուղեղի հետ ուղակի կապի ներսն է։ Երկրորդը սիրտը կենտրոն է մեր ամբողջ զգացումներին Եվ մեր մտային աշխարհքն է կազմում երրորդը։ Այդ սրտի բովանդակությունն է։ Մտածմունքի կենտրոնն է, մեր որոշումների կենտրոնն է եւ մեր զգացմունքների կենտրոնն է։ Դրա համար շատ ալեկոծումներ կան դեպքում, որտեղ զգացումները շատ է փոխվում մերը։ Անընդհատ մեր զգացումները փոխվում են, մենք տխուր ենք, ուրախ ենք, լավ ենք, վատ ենք, փոխվում է եւ այդ մեր սրտի կացությունն է։ Հիմա երբ որ նայում ենք Տերոջ խոսքին, Տեր Հիսուսն ասում է, ինչ որ սրտից դուրս է գալի, այդ յա որ մարդու պղծում է։ Մեկ երբով Հիսուսը, երբ որ կրոնական մոտեցում ունեին, ասում պետք է ձեռք լվացելով, հաց ուտես ու չեմ անում, շատ մաքրության վրա շեշտելով, ասում է դիք մարդու պղծում է։ Հիսուս Տերը այդ ասավ, որ այդ որ մարդու ուտում է դրանով չի որ պղծվում է, այլ այդ որ սրտից է դուրս գալի։ Սրտից դուրս է գալի չար ցանկություններ, մարդասպանություններ, ագահություններ, կռիվներ եւ շատ խնդիրներ։ Եվ խոսեցինք առակաց գրքում, որ ասում է կյանքի ելքերը սրտից է գալի։ Ուրեմն կարևոր է մեր սրտի կացությունը ինչ կացություն է։ Եթե մեր սրտում կա քեն, ատելություն, կռիվներ, հայհոյանք, անընդհատ չարախոսություններ, այդ սրտի կացությունը լավ կացություն չի։ Այդ սիրտը բխտորված սիրտ է։ Եվ մենք որպեսզի ավատացյալներ, ճիշտ է Հիսուսի արյունով լվացվել ենք եւ նրանով վերստին ծնունդ ենք արել, բայց այդ ալեկոծ սիրտը պետք է գա ավելի ճիշտ ուղղությամբ եւ զուլալ մնա։ Եվ դրա համար ինչ որ առաջնահերթ քեն եւ քենի ընտանիքները, ատելություն, կռիվներ, բարկություն, ամբողջ քաշքշոցները պետք է մեր կյանքից այն կողմ դնենք։ Եվ այդ սկիզբը որ մեր սիրտը մաքուր լինելով կարողանանք Աստծո հետ ավելի խաղաղ կապի ներսնել ենք։ Տեսեք, որոշ բաները դժվար է սիրտդ մաքրես ու մաքուր պահես, բայց մատ արդյունք ունի, մատ հետևանք ունի, դու Աստծուն կտեսնես, Աստծո ձեռքի գործերը կտեսնես։ Չարժի այդ այնքան թանկարժեք է, որ կարժի ամբողջ սիրտդ զգուշություններով պահես։ Նախորդ խոսացի մենք ամեն մեկս տարիներ ապրելուց հետո ունենք խնդիրներ, ունենք դժվարություններ, բախումներ ենք ունեցի, լավ ու վատ օրեր ենք ունեցի, հետո որ երբեմն մեր սրտում գալիս է ատելություններ, խնդիրներ, որ քաշքշոցիներս ենք ընկնում։
Երբեմն մեկերը կան երկար տարիներ խռովության ներսնեն եւ չեն կարողանում ներել, չեն կարողանում ազատվել, չեն կարողանում մոռանալ, քաշքշոս կա իրանցում։ Ասում են մե մարդուկին իր այդ խռովին, ուրեմն մարդը պետք է արվոտ շուտ գործի եթար, կնոջը չէր խոսում, մատ նոտ գրավ, որ արվոտը 5-ին ինձ արտնացրու պետք է շուտ գործի եթամ։ Այդ նոտը դրա կնոջ գլխավերև քնեց։ Արվոտը աշկ բացացավ 9 նայելի, արդեն ուշացել ու բարկացած է, հետ էր շչու, որ կնոջն ասի բա հեր չես արտնացրի, տեսավ ընդի մատ նոթա գրված, որ ժամի 5-ը վեր կաս գործի պետք է եթաս։ Երբ որ խռով են չեն խոսում, կապերն այդպեսի է ելնում։ Հիմա մեր խնդիրներ կա, որ շատ ժամանակ մեր սրտումը այդպես մնում է խռովներ, քաշքշոսներ, չներելներ։ Եվ սրանք հետևանքը թե մեր առողջությունն է վնասում, թե մեր կապը Աստծո հետ է խզում։ Հիմա այն ով է որ վեր կանա ամբողջ այդ խնդիրներից անցնե, ամեն քեները թողնե, ամեն ատելությունները թողնե, ամեն բարկությունները թողնե, ամեն խնդիրները որ դժվար է ներելը ների ու մոռանա։ Այդ հոգևոր քայլերն որ մենք դիմում ենք եւ Սուրբ Հոգու ներշնչումով դրանք կարելի է ելնալ։ Գիտեք, Աստված երբեմն այդ շնորհք է տալի, որ այդ ģերբնական շնորհք է։ Շատ ժամանակ ասեմ փրկությունը մարդիկ որոշմունքն կամ Աստծո ողորմությունն է։ Փրկությունը մարդից մի փոքր ուզել է, բայց Աստծո շնորհքն է, կարծես դա օգնում է, որ մարդն ավելի իրան նվիրի Աստծոն եւ Տերից ողորմություն գտնե ու փրկության հասնե։ Այսինքն փրկությունը շատ ժամանակ գարին արուն մարդի գործ չէ։ Աստվածանից մատ ողորմությունը, մատ շնորհք է։ Եվ այդ շնորհքը շատ ժամանակ մեզի մեղքից էր պահում է, այդ շնորհքը մեզ զորացնում է, այդ շնորհքը մեզ ղեկավարում է։ Եվ դրա համար, եթե մենք ուզում ենք մեր սրտերը մաքրվել, որտեղ պակաս ենք բերում, կարող ենք ասենք ով Տեր, օգնի ազատվեն։ Երբ որ աղոթում ենք Տերը շնորհք է տալ եւ սկսում ենք ազատվելը, ազատում ենք քեներից, ազատում ենք ատելություններից, երբեմն նախանձները մարդկանց կյանքում դեր ունի, բռնված են նախանձներով, չարախոսություններով, երբեմն բացասական զգացումներ կա, տխրություններ կա, հոգսեր կա։ Մենք երբ որ Սերմ Ցալողի առաքիներս կարդում ենք, ընդդեմ Տերոջ խոսք ասում է, որ աշխարհի հոգսերից ազատված սիրտ։ Երբ որ աշխարհի հոգսերը կա, Աստծո խոսքը խեղդվում է մեր սրտում։ Բայց երբ որ այդ հոգսերից ազատվում ենք, Աստծո խոսքը կարող է մեզանում ավելի հայտնվի։ Իմանում եք, դες որ ասան, որ մարդ արածը մարմին է, շունչ է եւ հոգի է։ Երբ որ ապաշխարում ենք, մեր հոգին լրիվ վերստին ծնվում է։ Մեր շունչը պետք է նորոգվի, այսինքն մեր մտածմունքը, մեր որոշումները, մեր զգացումները։ Սկսում է նորոգվելը, այդ մեր քրիստոնական կյանքն է։ Ինչքան նվիրվում ենք Սուրբ Հոգուն, նվիրվում ենք Աստծուն, ավելի ազատվում ենք այդ բացասական ուղղություններից, այդ աշխարհիկ տպավորությունից։ Եվ ավելի մեր շնչավոր աշխարհքը, մեր մտային աշխարհքը ամենը գալիս է զուլալ աշխարհ։ Եվ գալիս է մետեղ, որ մենք կարողանում ենք կատարյալ սուրբ սիրտ ունենանք։ Եվ դրա համար կարևոր է, որ մենք այդ զանազանելով նվիրվենք Տերոջը։ Եվ հիմա գալիս եմ այս մասին, ասում է Երանի հոգով աղքատներին, որ նրանց է երկինքի թագավորությունը։ Հոգով աղքատներ ովեր են։ Նրանք են, որ իրանց հոգևոր կարիքները տեսնում են, հոգևորապես իրանց աղքատ են տեսնում։ Այսինքն տեսնում է մարդ արածը, որ կարիք ունի Աստծուն։ Ինքը մեղավոր է, հոգևորապես սովում է, հոգևորապես ծարավ է, հոգևորապես աղքատությունը տեսնում է։ Երկրորդ քայլը, որ այդ ստեղծում է ինչ է, Երանի սգավորներին սկսում է սգալ եւ տխրել, որ ով Տեր, ես ծարավ եմ քեզ, ես պակաս եմ, հոգևորապես շատ կարիքներ ունեմ։ Եվ իրանում այդ երան, այդ փափակ է գալի դեպի Աստծուն դառնալ, դեպի ճշմարտությունները գնալ, որոնել, Աստծուն փնտրել, հոգևոր խնդիրները փնտրել, այդ հոգևոր աղբյուրը, հոգևոր ջուրը խնդրել, որ դրանով կյանքի առնում։ Ուրեմն սկսում է սգալ,
Իրանում տխրել, որ հոգևոր աշխարհի ձեռու է, Աստծուն չի ճանաչում, Աստծո ձեռու է, հոգևորապես սոված ու ծարավ է։ Եվ Հիսուս ասում է երանի քեզ, դու հասկացել ես, դու ճիշտ ուղղության ես, դու որ ողբում ես քո բացասական վիճակների վրա, դու ճիշտ ուղղության ես։ Երանի քեզ, երանի քեզ, երանի քեզ։ Երանի հեզերին, որ նրանք ժառանգեն երկիրը, նրանք որ այդ վիճակն ունեն, ինչը պարտությունով, ինքնահավատությունով ասեն, ես Աստծուն կարիք չունեմ։ Ես ամեն ինչ լավ է։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ իրանց աշխարհիկ ապրելաձևը, երբ որ հաջողվում է, սկսում են հենվել դրանց եւ Աստծուն ուրանալ։ Առակաց 18-րդ գլուխում ասում է հարուստը իր հարստությունը իր ապահով քաղաքն է, որ այնտեղում հենվել է իր հարստությանը եւ մտածում ամեն ինչը ապահով է։ Եվ իր ասում է երևակայության ներսը այդ իր հաստատ բերտն է եւ ամրոցն է, հանգիստ առնում։ Բայց եթե մենք նայենք փորձառություններով Սթիվ Ջոբսին մարդիկ մեծ հարուստներ, միլիոնավորներ, մեկ էր որ միլիոնավոր փող են ունեցել։ Ֆրանսես Դայանան մատ արկած պատահավ հասածրան հիվանդանոց մահամերձ էր։ Շատ տպավորիչ անձնավորություններ էր, ամեն տեղից մեջտեղ եկան իրան օգնելու։ Օգուտներ, իր ամբողջ հարստությունը, իր ամբողջ միջոցները, ամբողջ կողակից մարդիկ, որ ուզում են իրան օգնեին, ոչինչ չօգնեց։ Թողավ ու գնաց աշխարհը։ Սթիվ Ջոբսը իր ամբողջ հարստությունը, տարբեր ձև ու կերպեր, միջոցներ, հարմարություններ, բժիշկներ, անօգուտ էր եւ հարյուրավոր նման մարդիկ։ Այն հարուստը, որ հենվում է իր հարստության, վայլիկ էր, քանի որ կյանք ունես ապրի։ Տերն ասում է, ով հիմար, այսօր քինգ գվրնեն, շունչդ կապ կգա, տեսնեմ այդ ամբողջ հարստություն որտեղ կերտա։ Շատ ժամանակ սոցիալիստ երկրներում մարդիկ ունեն դրամապես ապահովություն, պետությունը իրանց համար հարմարություններ է ստեղծում, ամեն ինչ հարմար է, բժշկական տեսակետով ամեն մեդիկերներ ունեն, իրանց հովանավորում են, գործով, կյանքով, եկամուտով, ապահով են, էլ Աստծուն կարիք չունենք։ Մենք լավ ենք ապրում, ամեն վիճակը լավ է։ Կյանքը մենակ ընդ չի, եթե մարմնավոր կյանք է, վատ չի դրանք, լավ են, բայց բավական չեն։ Այդ ամենը կարելի է ժամանակավոր ապահովություն տալ, բայց խաբուսիկ են, որտեղ քեզի հավիտենական կյանքից հեռու են պահում, զրկվում ես փրկությունից, հավիտենականությունից։ Այսօր ունեն այո ապահովություն, իրանց համար հանգիստ կյանք ունեն։ Եվ այդ ձևով այդ ամեն հանգստությունը ճիշտ հետևանք մատ փոթորիկ կա։ Երբ որ ժամ կա, որ թողնում են աշխարհը եւ ուզում են երկինք մտեն, ասում են դեռ չկա, որտեվ Աստծո ձեռու են մնացի, հեր որտեվ Աստված մարդուն ստեղծել է իր փառքի համար։ Աշխարհը ամբողջ մատ այգիա, որ Տերը պատրաստել է տվել է մարդուն, մարդը պտուղ բերե Աստծուն փառավոր է։ Ոչ թե ամեն ինչեր միջոց ելնի, որ ինքը փառավորվի, ինքը իրան դնի Աստծո տեղ, եւ Աստծո ես քեզ կարիք չունեմ։ Եվ կարիք ունեցամ կդիմեմ քեզ, բայց կարիք չունեմ։ Մարդու տկար եւ հիմար միտք հենց էդի է, եւ դրա համար Աստված երբեմն իր ողորմություններով թույլ է տալի, որ մարդիկ դժվարություններից անցնեն։ Սրտները կոտրվի, ընկնեն ելևեջների ներսը, որ զգան Աստծուն կարիք ունեն։ Եվ էդիա որ Աստված չի ուզում մարդիկ դժվարություններից անցեն, բայց այդ դժվարությունները միջոց են, որ մարդիկ մեկ փոքր մտածեն դեպի Աստված դառնալը։ Եվ Աստված նրանցից օգտվում է մարդկանց սիրտը շահելու, որ նրանց բերե դեպի փրկությունը։ Եվ էդիա որ Տերոջ խոսքը ասում է երանելի այնի, որ իր հոգու կարիքը տեսնում է, հոգևոր աղքատա տեսնում իրան։ Սգալով դառնում է դեպի Տերը, խոնարհվելով նվիրվում է Աստծուն, խոնարհվում է Աստծո ներկայությանը։ Այն անձնավորություն, որ այդ հոգեբանություն ունի, երանելի է, երջանիկ է, բախտավոր է։ Եվ եկեղեցին այդ ուղղությունն ունի, այդ նվիրումն ունի, այդ երանելիները իրեն բաժինն է։
Երանի նրանց, որ սոված ու ծարավ են արդարության համար, այդպես մեկը մատ փափակ է գալ իրան դեպի արդարություն քայլ վերցնել։ Դեպի արդարություն գնալ եւ արդարություն կատարել եւ արդարությունը հարգել, արդարությունը սիրել։ Դրանք ամբողջ բովանդակություններն են, որ մեր սրտում գոյանում է, երբ որ մենք նվիրվում ենք Աստծուն, գալիս ենք դեպի Աստված եւ նվիրվում ենք Աստծուն։ Եվ սկսում է ողորմած ելնելը Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն։ Գիտեք, սա հավիտենական օրենք է, եթե դու ողորմած ես, քեզ ողորմություն կելնի։ Գիտեք, մի հատ խորհուրդ ասեմ դեզի։ Երբ որ դու մեկի դիմաց ողորմած ես, ինքնաբերաբար սպասում ես, որ հանդեպ քեզ էլ նույն ողորմությունը անեն։ Եթե դու մեկին հանգիստ ես ներում, սպասում ես քեզ էլ հանգիստ ներեն։ Եթե դու ուրիշներին հանգիստ ես ներում, սպասում ես Աստված էլ քեզ հանգիստ ների։ Բայց եթե չէ, շատ խիստ մեկն ես, մեկը սխալանի չես ներում, ինքդ էլ մի օր սխալիներն ես ընկնում, գալիս աղոթես Տեր ների, ասես չէ, Աստված չի ների, հետ պետք է ների։ Եվ հետո այդ Տեր Հիսուսը Երանի ողորմածներին, Երանի իրանք որ հանգիստ են անցնում, ներում են, որտեղ իրանք էլ կներվեն։ Եվ մեր բաժինն է, օ Տեր, փառք քեզի, Երանի ողորմածներին, նրանք ողորմություն կգտնեն։ Այդպես որ դու ուրիշներին ողորմություն ես անում, ուրիշների ողորմություն ինքդ ընդունում ես, եւ իհարկե որ ուրիշներն հանդեպ քեզ ողորմած կլինեն։ Եթե դու տարբեր մեկերի 5 հոգու, 10 հոգու, 20 հոգու ներել ես, բարի ես եղել, ողորմած ես եղել, ժամանակի էլ իհարկե նրանք գիշեն այդ հանդեպ քեզ նույնը գվարվեն։ Բայց եթե դու խիստ ես եղել, չես ների, մեղադրել ես, կայներ ես, պահանջել ես, քեզ ամայլ նույնը կանեն։ Քեզ ամայլ նույնը կանեն։ Եվ Երանին նրանց վրա այդ հոգեբանությունն ունեն։ Մատ ողորմած սիրտ ունեն, ներում են եւ աչքաթողանք են անում։ Երանին նրանց որ սրտով մաքուր են եւ Աստծուն կտեսնեն։ Հասնում են մետեղ, որ արդեն այդ կացություն իրաց մղում է դեպի մետեղ, որ արդեն սրտներ մաքրված է եւ կարող են Աստծուն տեսնել։ Եվ իրանցում կա մատ սուրբ սիրտ, որ նվիրված է Աստծուն։ Որտեւ այդ ամեն քայլեր վերցրել, ներել են, անցել են, արդարության հետևից են ելի, բարության հետևից են ելի, այդ շարունակություն ասում է Երանի իրանց որ արդարություն են սիրում եւ Երանի իրանց որ Տեր Հիսուսի համար կհալածվեն, կառհամարվեն եւ կծաղրվեն։ Այսինքն մեկը որ հալածում է, ծաղրվում է, բայց չի հակառակում ու չի սպանում, այլ Տերոջ պատճառով ընդունում է այդ հալածանքը եւ ինքն էլ դերևս համբերող ու բարերար ու սիրով մի սիրտ ունի։ Գալով մաքուր սիրտ ունեցողը ուրեմն ասենք ինչ, մեկն է որ իր սիրտը մաքրում է այդ ամբողջ բացասական զգացումներից, դառնություններից, կռիվներից, ճոգություններից։ Բայց սրբություն արդյոք միակ ընտետի է, սուրբ լինելը երկու ատմասն է, մեկը մաքրվել, երկրորդը նվիրվել Աստծուն։ Եթե մեծ սիրտ մաքրվի եւ չհանձնվի Աստծուն, էլի բխտորություն համար պատրաստ է։ Բայց երբ որ նվիրվում է Աստծուն, ընդդեմ ինչ է, այդ երաշխավորությունը կա, որ այդ սուրբ կացությունը կարող է իրան ավելի մնայուն ու էլի շարունակելնի։ Տեսեք, տաճարում 5 ժամանակ տաճար կար, սուրբ սրբոց կար։ Տաճարում կար իրեր։ Օրինակ հիմար ճրակակալ կար, խունգի սեղան կար, որ խունգ էին քահանաները, հրյաներ քահանաները, խունգ էին ծխում եւ տարբեր իրեր ու ապրանքներ կար։ Դրանք սուրբ էին, այսինքն ինչ։ Սուրբի գրմատրանք ամբողջը սուրբ էին։ Երբ որ Նաբուկոդնոսոր եկավ այդ ամբողջ տաճարը քանդավ իրերը վերցրավ տարավ Բաբելոն, մի օր եկավ որ ասում է որ Բաղդասար թագավորը եկավ այդ ամեն իրեր ապրանքներ բերավ, սկսեցին այդ բաժակները, ամբողջ խնդիրներ որ հոգեվոր նպատակների համար գործածում, բերան այդտեղ խմել եւ իրաց կուրքերին գովելու բան, հանգարցակի մի հատ ձեռք եկավ պատի ճակատում գրվավ, որ ով Բաղդասար քո թագավորությունը կշռվեց, բակաս գտնվեցավ եւ թագավորությունը հազվավ մարած ու պարսաս թագավորության, որ Դանիալը մեկնաբանեց։ Հիմա խոսքս ինչ էր, այդ իրերի պատճառով, որ սխալերարի մեծ դատաստան տրվեց, որ դրանք ամբողջ Բաղդասարի թագավորությունը քանդվեց։ Այսինքն այդ իրերը սուրբ էին։ Ինչ էին այդ սուրբության նշանը։ Այսինքն շատ լուսավորին, շատ փայլուն էին, այդ իրերը երկնային ձևակերպ ունին։
Ինչի համար է Սուրբին, այսինքն ինչի։ Այսինքն դրանք պատկանում էին Աստծուն, ուրիշ նպատակի համար օգտվելու իրավունք չկար։ Երբ որ Բաղդադցար թագավորը դրանք վերցրավ, սկսավ իր հարճերի ու իր շրջակա մարդկանց հետ խմել ու կենազներ խմել, արդեն սխալ նպատակի համար բանացրեց եւ Աստծո պատիժը եկավ եւ թագավորությունը քանդվեց։ Հիմա մեր սրտերը մաքրվում է շատ բացասականություններից, մի մասը երկրորդը նվիրվում է Հիսուսին, հալելույա։ Որ Հիսուսը մեր սրտում թագավոր է եւ այդ Հիսուսին է պատկանում։ Դու Հիսուսին ես, նրա սուրբ արյունով առնված ես։ Մատ կարող իրար ասեք, ասես որ դու Հիսուսի արյունով առնված ես եւ Հիսուսին ես պատկանում։ Այս շատ կարեւոր է։ Հիսուսի ընտրածն ես, Հիսուսի նշանածն ես, Հիսուս քո վրա նշանադրի, որ դու իրան ես պատկանում։ Այդ շատ կարեւոր է, այդ շատ կարեւոր է։ Հիմա երբ որ դու այդ զանազանում ես այդ նվիրումով, հանձնված ես Աստծուն եւ դու քեզ Աստծուն ես պատկանում։ Երկրում գեղեցիկ է գրում, ասում աչքերդ ինձանից շրջի, որ ես արդեն չեմ կարողանում համբերեմ քեզ նայելը։ Եվ Տերը այդպես իր եկեղեցուն սիրում է, երբ որ մենք կայնում ենք, մտիկ ենք տալի Աստծուն, աղոթում ենք, Տերն ասում է, չեմ կարող համբերեմ այդպեսի աղոթելով ինձ ես նայում։ Ես չեմ կարող ամփոյտան տարբեր անցնեմ։ Իհարկե որ քո աղոթքիդ պատասխանը կտամ, ես քեզ սիրում եմ։ Քեզ համար կյանքեր կտամ, աշխարհը կտամ, ամբողջը քեզ համար են։ Ծառաները քոնը տեն, ամեն ինչը երկրագունդ ամբողջ ես միջոցները քեզ համար եմ ստեղծել սիրելիս։ Երբ որ մենք այդ Տերոջ սերը տեսնում ենք, հասկանում ենք, նվիրվում ենք, տեսնում ենք, նա հրաշալի Տեր է, նա փառավոր Տեր է։ Եվ նվիրվում ենք իրեն, թույլ ենք տալի, որ մեր սրտերում նա թագավոր է, նա տիրապետ է։ Սերմ ցանողի Արակի ներսը, ասում է, երբ որ խոսքը քարոզվում էր, մեկն ընկավ ճանապարհի վրա, այսինքն մեծ սիրտ որ պինդ է, քար է, անհավատ է, Աստծո խոսքը ընդդեմ մասու բաժին չի ճարում։ Երկրորդ ասում ընկավ քարքարոտ տեղեր։ Մեծ սիրտ որ ընդունակ է, բայց արմատ չունի այդ խոսքը իրանում։ Շատերը Աստծո խոսքը լսում են, թույլ չեն տալի այս խոսքը իրանցում հայտնվի, իրանցում արմատ գցե իր սրտում։ Մենակ լսում են։ Շատերն են եկեցում, քարոզ են լսի ապաշխարեն, ես Հիսուսի համար ամեն ինչ կանեմ։ Մեծ սիրելիներ եկան ստե, մի անգամ քարոզ լսավ եկավ, ասավ եղբայր Արմիկ, բայերն էսքան ժողովուրդ քիչ, պետք է գան ես եկեցին լսվի, ափսոս չի այդ քարոզը այս քիչ թիվով ժողովուրդ լսեն։ Հետ ասվեր ինչ անենք։ Հրացան վերցրենք այդ ժողովրդին ասենք արեք եկեղեցի։ Մյուս շաբաթ չեկա։ Ասեմ եղբայր ջան, ինձ դուր ամեն լացանով բերում եք չես գալի։ Այսինքն մի սիրտ որ լսում է ժամանակավոր հրճվանքո ուրախությունը, բայց այդ հայտնության խոսք չի, շարունակություն թողնում է այդում է։ Երրորդ ձևի սիրտն ինչ է, այս սիրտն է, որ մի փոք փափուկ ընդունում է, բայց ուրիշ բաներ կա այդ սրտի ներս։ Փափակներ կա, աշխարհիկ նպատակներ կա, այդ բացասական զգացումներ, որ ասամ կա, ուզում աշխարհքում մեծ կյանք ունենա, երջանկություն վայել է, սիրելիս մի սխալվի, աշխարհը խաբուսիկ է։ Աշխարհը այդ ամբողջը, որ ցույց է տալի, ոչինչ չկա, ամեն ինչը դադարգություն է։ Եվ դրա համար ասում եմ, որ ճիշտ այդ հարստության հպարտությունը, այդ որ հարստությունը, իր հետևանքը, իշխանությունը, ապահովությունը, այդ որ նկարագրամ, որ հարուստ մարդ ասում, ես ինձ ամեն ինչ ունեմ ապահովեմ, ամեն ինչ ժամանակավոր է, մեծ քամի գա, այդ ամենը կեթա։ Բայց գրված է, որ արդարը իր սիրտը պատրաստ է ամեն ժամանակ վատ լուրից էլ չի վախենում, այլ պատրաստ է, որ իր Տերոջը ապավինե։ Այդ արդարի հատկությունն է։ Արդարություն ասում է, երբ որ մահվան ժամանակ է գալի, դատաստանի ժամանակ է գալի, քեզ մահից կազատե։ Բայց քո փողը դու ունեցվածքը դու ամբողջ աշխարհի խնդիրները դու քեզ չի մի բան անի։ Եվ այդ որ ասում է, որ այդ սիրտը, որ աշխարհիկ խնդիրներով, աշխարհի հարստության, հպարտությունը դրանցով տարվել է, Աստծո խոսքը իրանում չի կարողանում աճի, որտեղ թույլ չի տալի Աստծո խոսքը հայտնվի, տիրապետե, թագավորե, իշխե։ Այդ աշխարհիկ երազանքներն է։ Սերներս այդ աշխարհի երազանքները քեզանում կա, քեզի խանգարում է, պետք է գցես խաչի ոտքը։
Աշխարհի իր ամբողջությունով ժամանակավոր է։ Տերոջ խոսքը ասում է, նա որ Աստծո կամքն է կատարում, նա մնում է հավիտյան։ Եվ դրա համար մեր բաժինն է, որ այդ ամեն ավելցումները մեր սրտից քանդելով թալենք եւ նվիրվենք Աստծուն եւ թույլ տանք, որ մեր սիրտը այդ բարի գետինը լինի։ Այդ բարի սիրտը Էդ էլ 3 մասի է բաժանում, ասում եմ ոմանք 100 արդյունք տվան, ոմանք 60, ոմանք 30։ Այսինքն բարի գետին էլ դերևս տարբեր խնդիրներ իրան խանգարում է։ Տեսեք ինչքան անալիզներ կա, առաջին, երկրորդ, երրորդը Աստծո խոսքը տեղ չճարում, չորրորդ որ բարի գետը էդ էլ դերևս շատ արգելքներ ու խանգարիչ խնդիրներ ունի։ Արգելք է հանդիսանում խնդիրները, որ այս խոսքը քեզանում 100-ին 100 բտող բերե։ Դա որ շատ ժամանակ հավատացյալներն էլ իրանց կյանքն ամեն 100 բտող չեն բերում, ոմանք 30, ոմանք 60, կան ոմանք էլ 100։ Եվ նրանք են այդ 100-ի հասնում, որ թողնում են աշխարհը, շարունակ իրանց սիրտը մաքրում են, անընդհատ զգուշ են, անընդհատ իրանց այդ գնացքի ճանապարհի ուղղությունը անընդհատ շտկում են, ուղղում են ճիշտ գծի։ Եվ երբ որ մենք աղոթքով ենք ապրում, Աստծո խոսքով ենք ապրում, նվիրելով ենք ապրում, եկեղեցի գալով ենք ապրում, անընդհատ այդ ուղղությունը աշխատում ենք ճիշտ պահենք։ Եթե չէ, զբաղվում ես, մի հատ խնդիր, երկու հատ խնդիր, ոմանք եկեղեցի չեն գալի, շատ մեր սիրելիներ կային, որ ոմանք առաջի շարքին են։ Մի հատ նայում ես, 3 տարի է եկեղեցի չի գալ, 3 տարի անցավ, ինչ արեցիր, ոչինչ, կյանքով, աշխարհով խնդիրներով զբաղվա։ Մի հատ 5 տարի, մի հատ 10 տարից ժամը վերջացել է։ Սադին սիրուն խոսք ասում է, քանի որ երեխա ես խաղով ես զբաղված, երիտասարդ ես գժություններով ես զբաղված, ծերությունն էլ քո տկարություն, հիվանդությունը, բայց Աստծուն եւ կպաշտես։ Այդ որ շատ ժամանակ մարդիկ դենցի զբաղված են։ Քանի որ երեխաություններով է զբաղված, երիտասարդը աշխարհի խնդիրներն է իրան զբաղեցնում, ծերությունն էլ գալիս է, մի օր փորն է ցավում, մի օր մեջքն է ցավում, մի օր ոտն է ցավում։ Մեր ժամանակ է, որ զբաղվում ես, օրեր ավարտվում է, կայնում ես Աստծո ներկայությանը։ Էլ ուշ է ելնում, բայց երբ որ դու քո ամբողջ կյանքը դաշիվով ես ապրում, նվիրված ես քո Տերոջը, քո սիրտը մաքրում ես, թույլ ես տալի, որ Տերոջ ներկայությունը քո կյանքում տիրապետե։ Աստծո խոսքը հրաշալի խոսք է, գրված է մարդիկ հրապուրվան Սուրբ Հոգով եւ խոսեցին Աստծո կողմից։ Այդ խոսքը մեծ ուղղություն է տալի, որ սրբության հասնենք։ Մարդիկ հրապուրվեցին, տպավորվեցին, ազդվեցին Սուրբ Հոգով եւ գրան։ Եվ այդ քարոզվեց այդ խոսքը։ Եվ այդ խոսքը մեզ ուղղություն է տալի, մեզ սրբում է, մեզ առաջնորդում է, մեզ մաքրում է, մեր մտքերը զտում է։ Եվ թույլ տվեք այս մեր մսեղեն սիրտը մի բան, բայց իր ամբողջ զգացմունքային մասերը մաքրվի, ազատվի ատելություններից, քեներից, բացասականություններից եւ նույն պահին նվիրված Աստծուն պահենք։ Այդ սիրտը քոնը չի մենակ, Աստծոնն է։ Եվ Տերը նայում է այդ սրտին։ Եվ երբ որ դու իր այդ ուղիղ ես, այն փափակումը, որ իր փառքը քո կյանքում հայտնի է։ Հիմա առիթա որ աղոթեք, ով Տեր, ինձանում սուրբ սիրտը ստեղծի։ Եթե մի բաներ կա, որ Տերս չեմ կարողանում մաքրեմ իմ սրտից, դու ողորմությունով օգնի։ Ես ուզում եմ մաքրվեմ, ուզում եմ ազատվեմ, ուզում եմ հանձնվեմ քեզի, ես քոնդ եմ, դու իմս ես, իմ սրտում Տեր թագավորի, տիրապետի։ Երբ որ այդպեսի աղոթում ես, այն ժամանակ դու էլ գգաց այդ երաներին շարքին, որ երանին նրանց որ սրտով մաքուր է, Աստծուն կտեսնեն։ Այն ժամանակ կարող ես աղոթես եւ տեսես Աստծո գործը, կարող ես աղոթես, տեսես Աստծո ներկայությունը, աղոթես եւ տեսես որ Տերը մեջտեղ է գալի, աղոթես եւ տեսես Աստծո խոսքի հայտնությունը եւ ապրես օշտություն, ապրես աղտություն եւ վկա լինես Տերոջ, որ իմ Տերը կեր չանի, իր խոսքը շտապությունը եւ իր խոստումները այո եւ ամեն։